Միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Թեղինյանց վանքը շարունակում է գործել ընդհուպ մինչև 17-րդ դար, որից հետո մատենագիտական և հիմնագրական աղբյուրներում հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք։ Թեղինյանց վանքը հայտնի էր բացառիկ ջրատարածությամբ և կարևորությամբ որպես կրոնական կենտրոն, դեռևս միջնադարից։ Վանքի մասին տեղեկությունը մեզ է հասել թղթապանակների և հին ձեռագրերի միջոցով։ Բարև ձեզ, Խաչիկ ձեձը։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մի քանի հարց Թեղինյանց վանքի մասին։ Իհարկե կարելի է։ Առաջին հարցը. երբ է կառուցվել Թեղենի գյուղը և ինչ կապ ունի այն Թեղենյանց վանքի հետ։ Ուրեմն այսպես ձևակերպենք, Թեղենի գյուղը ստեղծվել է, կառուցվել է 8-րդ դարում, որից հետո գյուղի կենտրոնում կամ աղբյուրի վերևում կառուցվել է նաև փոքր մատուռ գյուղի համար։ Այդ ժամանակ նաև պեղումների ժամանակ հայտնաբերեցին այդ փոքր մատուռում նաև արևային ժամացույց։ Այն ժամանակ արևային էր։ Եվ ուրիշ բան, ուրիշ ինչ կա տեղ։ Ինչ կապ ունի այն Թեղենյանց վանքի հետ։ Առաջին հարցով այսպես կարելի է ձևակերպել։ Թեղինյանց վանքը երբ որ կառուցվել է, Թեղենի գյուղը անվանակոչվել է Թեղենի գյուղ, բայց դրանից հետո 11-13-րդ դարերում, երբ որ կառուցվել է մեծ մասշտաբի վանքը ու անվանել են Թեղենից վանք, Թեղինյանց վանք, դա առաջին վարկածով ես կասեի, որ անվանակոչել են գյուղի անունով, առաջին հերթին, իսկ երկրորդ վարկածը մեր լեռնաշղթայի անունով, Թեղինյանց, դա է հիմնական պատճառներից։ Երկրորդ հարցը. որտեղ է գտնվում վանքը։ Ուրեմն մեր Թեղինյանց վանքը գտնվում է ներկայիս բուժականից հյուսիս, մոտ 3 կիլոմետր հեռավորության անտառի սիրուն բացատում։ Իհարկե ես կարամ այսպես էլ ձևակերպեմ, որ այդ դարերում մեր տարածքում, վանքի տարածքում ընդհանրապես անտառներ չեն եղել և վանքը կառուցվել է այդ բացատում, այդ դուրան տեղում, որտեղ մշակվում էին հողերը։ Թեղինյանց վանքը հարուստ վանք է եղել, որովհետև ունեցել է շատ տարածքներ, բոլոր անտառի տարածքները իրան են եղել ու ինքը մշակել է հողը, անտառ չի եղել։ Անտառը մոտավորապես մի 300-400 տարվա անտառ է, մեր Թեղինյանց վանքի տարածքի անտառը, այդքան բան։ Իսկ երբ է վերջին անգամ պեղումներ իրականացվել և ով է իրականացրել։ Պեղումները վերջին անգամ եղել է 1979 թվին, հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից, որը ամբողջովին վանքի պեղումները կատարեց ու շատ բան հայտնաբերեց այնտեղ։ Իսկ ինչ են հայտնաբերել պեղումների արդյունքում։ Պեղումների ժամանակ ես ներկա չեմ եղել, բայց կարամ ասեմ, որ պեղումների ժամանակ հայտնաբերել են խաչքարերի բեկորներ, խեցիներ, հետո երկաթյա գործիքների տեսակներ, այդպիսի բաներ են հայտնաբերել։ Քրկիրը, որ մենք կնում էինք, երեխա ժամանակ, որ մենք կնում էինք վանքը,
Հանկարծ հիվանդ էին կլնում, կապուտ հազեր, ինչեր, կարմրուգեր, չգիտեմ ինչեր, վերցնո մայրերն ինչ էին անում, մեզի կրգում տանում էին թե արի կամ քայլելով, փոքր երեխին կրգելով, ներքևը դրա ձորի մեջ, ձորի որն արդեն, Հա, ծաղ կողմում, կար ծաղ ծակար։ մեզի անցկացնում էին այդ ծաղ քարի միջով, որ ամեն հիվանդություն բան։ Հիվանդությունը տաներ, հիմա այդ ծաղ թե ինչ էր անցնում էինք ծաղ քարի միջով, երբ մտնում էին ուժեղ բաներ, սկվազյակ, ոնց է, հա, Հա, միջանցի քամի էր գալիս էր, որ ինչքան շոգ ժամանակ լներ, ինչ լներ այդ միջանցի քամի կար, երև այդ միջանցի քամու բուժում ինչ էր անում, Հավատքի հա, դե հավատքով էր, ինչ էր մտնում, դուս էիր կալի լավ էր, երեխեն որ շատ հազում էր, որ երկու հետո անցնում էր, հետ էլ կար, հա, ճիշտ է, հա, բանից, դրանից վերև, այդ սյուներից կա, վանքի սյուներից չէ, Վանքի որ- սյուները, հա։ բարոն ջան, ուրեմն այդ տեղում են, այդ քարերը, մեծ քարերը, հա, այդ տարածքում է եղել։ Երբ որ այդ ժամանակն էր, ընդհանրապես այդ տարածքները անդար չի եղել։ Անդար չի եղել։ Այդ սյուրա քարերը, այդ մեծ բաները տաշել են հենց տեղում։ այո, Տեղից են արդեն սայլերով, թե Գծելով, գնդորաներով, հա, թե մի բան պարաններով, բերել, թե ինչերով մի կերպ քաշե բերել են բան։ Իմի այդ սունից մեկը ոնց որ ասում է, այդ քարքան Քոչոր Հովանեսի քաղոնի մեջը կա, տաշված ու տենց էլ մնացել է այդ քարը։ Իմի հա, այդ էլ Վերտի դոշնա, վերտի։ հա, այդ Վերկա վաղ ժամանակների մի քիչ վերևը դիմացի վանքի վերևը կա Բերտ։ Բերտասար ենք ասում, որտեղ դեռ բանում ժամանակին պաշտպանվել են Պաշտպանվել է։ Թշնամի Առաջ արցակելուց հետո միայն Վարսացել պաշտպանվել են, քիչ են եղել իրան։ միայն Բերտը լավ պաշտպանվել։ պաշտպանության միջոցը դա սարերի կագատին էր, որ կառուցում էին բերտեր ու պաշտպանում էին։ Նույնը էսներ սարի Իվի մեր վանքը ունե նաև պաշտպանական նշանակություն, որտեղ Պարիս Պապա դա եղել։ Պարիսների բան են արևմտյան կողմի Պարիսները կա, դեռ կանգուն է, բավականի երկրաշարժի իսկ հարավ թեթիկերի հարավ-արևելյան կողմն հյուսիսային կողմը քանդած է, բայց այնտեղ արդեն բաները պա ժամանակի տարել են սովետի ժամանակ արդեն անաստվածություն էր տիրում, հասկացա՞ր, ինչ եկեղեցի, ինչ բան, եկան քանդին այդ սայլերով էր, մեքենաներով տանում տուն էի սարքում, հիմքներ լցում էր, Պարիսպի կարել, Հասկանալու։ հա, խոսողով էր, ոչ մի, Ոչ մեկն էլ չի խոս։ ղեկավարներ կոմունիստները քանդեք տարի, բա, այդպեսի բան էր, 1980 ներողություն 68 թվականի հոկտեմբերի 2-ին պետք է գնայի բանակ։ Ուրեմն ամսի 1-ին ես պարտավոր էի, որ գնայի իմ սուրբ եկեղեցուն։ Ո՞ն վառեի նոր գնայի եւ այդպես էլ արեցի։ Գնացի իմ թերինյանց վանքում ո՞ն վառեցի, ուզում էի հետ դառնայի, բայց կարծես ինչ որ մեկը ես չիմացա ով էր ինչ էր, ինձ հուշեց, որ վանքից վերցրա մի կտոր փոքր քար ու տար հետը։ Հա, դա իրական պատմություն է։ Եվ ես վանքի քարերից մի կտոր վերցեցի դրի գրպանս ու հաջորդ օրը ինձ տարան բանակ, ամսի 2-ին։ Ես ծառայեցի Գերմանիայում 2 տարի։ Այդ սուր քարը ես որտեղ որ լինեի, թեկուզ գնայի լողանալու, թեկուզ չգիտեմ բաղնիկում ես, այդ քարը իմ գրպանում էր, միշտ։